Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Անկախ, խաղաղ, բարեկեցիկ ու երկարակյաց Փաշինյանի նկարագրած Հայաստանն ու իրականությունը։ Խաղաղության հաշվեկշիռը, ինչ է տալիս Ադրբեջանով տնտեսական ուղու բացումը։ Պահանջներ մշակույթի լեզվով ցուցահանդես է բացվել Արևմտյան Ադրբեջան խորագրով։ 19-ամյա զինծառայողի մահ, ներողություն, խնդրող նամակ, 4 ամսում 5 մահ բանակում, որն է խնդիրը, անձնական պատմություններ, թե բանակի ներսում տարիներով կուտակված խնդիրներ։ Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել տնային կալանքը, տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Շիկահող անտառից տարածքային պահանջ ու բնապահպանական աղետ, ով է կտրում Սյունիքի ծառերը։ Ազգային ժողով, կառավարություն, ավանդական հարց ու պատասխանը դարձավ 90 րոպեանոց մենախոսություն։ Ընդդիմությունը բոյկոտել էր Փաշինյանի ելույթը։ Նիկոլ Փաշինյանն էլ մոտ ժամ ու կես թիմակիցներին ներկայացրել է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։ Միջանցքում էլ ՔՊԱ-ական պատգամավորը խոսում էր Ադրբեջանի տարածքով ավելի էժան ու արագ առևտուր անելու մասին։ Խաչատուր Սուքիասյանը չի էլ թաքցնում, որ նույնիսկ իր ընտանիքի բիզնեսը կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները եւ ներմուծումները արդեն ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա։ Կառավարության գնահատմամբ Հայաստանը մտել է խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որտեղ առաջնայինը ոչ թե գոյատևումն է, այլ տնտեսական առաջընթացը։ Սակայն այս տեսակետը միանշանակ չի ընդունվում։ Քաղաքական դաշտում եւ փորձագիտական շրջանակում շարունակում են հարց բարձրացնել։ Այս գործընթացը կայուն է եւ տնտեսական շահը չի ուղեկցվում արդյոք նոր կախվածություններով, խաղաղության հաշվեկշիռը, ինչ է տալիս Ադրբեջանով տնտեսական ուղու բացումը, ռեպորտաժում։ Ավելի էժան առևտուր Ադրբեջանի տարածքով ՔՊԱ-ական պատգամավոր ու գործարար Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ բիզնես հնարավորության մասին է խոսում ու չի թաքցնում, որ իր ընտանիքի բիզնեսը կարող է օգտվել ադրբեջանական երթուղուց։ Ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկում են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե ոչ։ Եթե ճիշտ ասած, եթե գնային քաղաքականություն լավ լինի, մեր ընտանիքը չէ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ինքը ավելի մրցունակ լինի։ Իհարկե, ես վստահ ձեզ ասում եմ եւ ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր որ ուզենալու են ավելի մրցունակ լինել թեկուզ Ադրբեջանի տարածքով։ Իսկ ռուսական կողմից երկաթգծի կոնսենսիոն կառավարման հարցի վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ հնարավոր փոփոխությունները կարող են շահավետ լինել նաեւ ռուսական կողմի համար։ Ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական եւ տարբեր խնդիրներ կան, ցանկալի է ինչի, որտեղ Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկը ինչ որ մի տեղով։ Եվ լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի, մեկը Ռուսաստանը նույնպես շահելու է, որտեղ տարածաշրջանը սկսելու է շնչել բավականին այլ երկրներից, որ պատկերավոր չէր, օրինակ Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու։ Տարածաշրջանային հաղորդուղիների բացման քաղաքականությունը նոր փուլ է մտնում, արդեն կոնկրետ տնտեսական արդյունքների մասին հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Ադրբեջանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումները եւ նավթամթերքի ներմուծումը արդեն իսկ գալի ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Սահմանազատումն ու խաղաղության օրակարգը Փաշինյանը ներկայացնում է որպես արդեն տեսանելի արդյունքներ ունեցող գործընթաց։ Նա հայտարարում է Հայաստան-Ադրբեջան սահմանի շուրջ 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը մեկնարկ է տվել թշնամանքի հաղթահարմանը։ Այսօր Գիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Իշխանությունը հայտարարում է Հայաստանը մտել է նոր խաղաղության եւ զարգացման փուլ։ Փաշինյանը պնդում է, որ երկիրը հաղթահարել է գոյատևման օրակարգը եւ անցել սովորական կյանքով ապրելու պատմական փուլ։ Նրա խոսքով 2021 թվականի ընտրություններով ստացած մանդատը հենց այս քաղաքականության, խաղաղության օրակարգի իրականացման համար էր եւ այսօր այդ նպատակն արդեն իրականացված է։
Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Կառավարության գործունեության 2021-26 թվականների ծրագրի կատարողականի զեկույցի քննարկումը խորհրդարանում վերածվեց խաղաղության օրակարգի ամփոփման, քաղաքական գնահատականներ հնչեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը այսօր գտնվում է բոլորովին այլ փուլում, քան 2018 թվականին։ Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ։ Սակայն այս գնահատականները շարունակում են մնալ քաղաքական բանավեճի կենտրոնում հարց բարձրացնելով, արդյոք խաղաղության այս ձևակերպված պատկերը համընկնում է բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության ընկալումների հետ եւ որքանով է այն կայուն երկարաժամկետ հեռանկարում։ Փաշինյանը կոշտ է արձագանքում այն քաղաքական ուժերին, որոնք խոսում են խաղաղության փաստաթուղթը վերաբանակցելու կամ փոխելու անհրաժեշտության մասին, պնդելով, որ նման մոտեցումը կարող է բերել նոր պատերազմի ռիսկերի։ Նրա խոսքով խաղաղության գործընթացը չի կարող դիտարկվել որպես անվերջ վերանայվող փաստաթուղթ եւ դրա կայունությունը կախված է այն ընկալումից, որ ձեռք բերված համաձայնությունները վերջնական են։ Իսկ երբ դուրս են գալիս խորհրդարանից, առերեսվում ենք այլ իրականության հետ, բավական ցավոտ ու վտանգավոր իրականության։ Ներողություն եմ խնդրում ծնողներիցս, ընկերներիցս։ Այս բառերով է ավարտվում 19-ամյա Նարեկի նամակը, որը երեկ գտել են Նուբարաշենի հրաձգարանում մահացած զինծառայողի մոտ։ Ըստ նախնական տվյալի դեպքը ինքնասպանություն է։ Նարեկը 2026-ի արդեն 5-րդ զոհն է բանակում խաղաղ պայմանում։ Բայց ընդհանուր պատկերն ավելի մտահոգիչ է։ Տարվա ընդամենը 4 ամսում գրանցվել է 12 մահ։ Պաշտպանության նախարարությունը չի հերքում թվերը, սակայն տարբերակում է, որոնք են ծառայության պայմանում զոհվածները եւ որոնք ոչ։ Իսկ ինքնասպանության դեպքերը, եթե կապ չեն ունենում ծառայության հետ, հաճախ դուրս են մնում պաշտոնական վիճակագրությունից։ Եթե խնդիրները անձնական են, ապա ինչու բանակում ներդրված հոգեբանական համակարգը չի կանխում նման դեպքերը։ Իսկ եթե խնդիրը համակարգային է, ինչու պատասխանատվություն չեն կրում վերադասները։ Թեման ուսումնասիրել է Սեդակ Յուրեղյանը։ Ներողություն եմ խնդրում ծնողներիցս, ընկերներիցս։ Երեկ Նուբարաշենի հրաձգարանում մահացած 19-ամյա Նարեկն է գրել իր նամակում։ Ենթադրվում է ինքնասպան է եղել։ Նախաձեռնվել է քրեական բարույթ, քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այն է զինծառայողին ինքնասպանության հասցնելը։ Նարեկը 2026-ի 5-րդ զոհն է բանակում խաղաղ պայմաններում։ Թիվը իրավապաշտպանի գնահատմամբ բավականին մտահոգիչ է։ Սուրեն Պապիկյանը 2025-ի 12 ամիսների համար պաշտոնական 6 զոհի մասին էր հայտնել, իսկ հիմա տարվա ընդամենը 4-րդ ամիսն է։ Ունենք 12 մահ, 5-ը պաշտպանության նախարարության զորամասերում ու կրակարաններում։ Այդ 12 դեպքերից երկուսը ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերն են եւ 3-ը սպանության հետևանքով մահվան դեպքերը։ Պաշտպանության նախարարությունից չհերքեցին, որ ծառայության պայմաններում զոհերի թիվն այս տարի 5-ն է։ 4-ի մասին հաղորդել է նախարարությունը, 1-ի մասին քննչական կոմիտեն։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան դեպքերի մասին, իսկ ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, օրինակ, դժբախտ պատահարներ, քաղաքացիական, այսինքն ծառայությունից դուրս այլ միջադեպեր մամուլում հայտնվում են, բայց դրանք չեն հաշվառվում որպես ծառայության հետ կապված հանգամանքներում մահվան դեպք։ Այս կատեգորիայում կարող են հայտնվել նաև ինքնասպանության դեպքերը, եթե քննությամբ պարզվում է, որ դրանք կապված են ոչ թե ծառայության ընթացքի, այլ զինծառայողի անձնական խնդիրների հետ։ Այդ դեպքում զինծառայողը պաշտոնապես չի դասվում ծառայության պայմաններում զոհվածների շարքին։ Իսկ այստեղ արդեն առաջ են գալիս ավելի խոր խնդիրներ։ Օրինակ, ինչու է պաշտպանության նախարարությունը ներդրել սպա հոգեբանների ինստիտուտը, եթե այն պատշաճ չի աշխատում։ Իրավապաշտպանն է մանրամասնում խնդիրները։ Ֆինանսական եւ սոցիալական ջանքեր պետք է դնել գործող համակարգ ունենալու համար։ Ամենակարևորը արժանապատիվ ծառայության ապահովման հարցը, այսինքն յուրաքանչյուր զինծառայող, յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է, ենթադրենք, աշխատել զինված ուժերում, նույնիսկ որպես հոգեբան, պետք է ունենա այդ երաշխիքները եւ
վստահությունը, որ աշխատում է մի համակարգում, որտեղ հարգված են մարդու իրավունքները, ապահովված է սոցիալական այդ բոլոր երաշխիքները նրանց համար։ Իսկ այդ երաշխիքների բացակայությունը կյանքեր է արժենում։ Քրեական ենթամշակույթը, հեղինակությունները համակարգային խնդիր են, որ այդպես էլ լուծում չեն ստանում։ Մարդու իրավունքների պաշտպանը 2024-ին էր արձանագրել կարգապահական խնդիրները ծառայության հանգամանքներում մահերի հիմնական պատճառն են։ Բանակում կարգապահությանը վնասող մի քանի գործոններ կան։ Այդ թվում զինծառայողների իրավագիտակցության ոչ բավարար մակարդակը, կադրերի պակասը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը և զորամաս ռազմական ոստիկանություն ոչ բավարար համագործակցությունը։ Հենց համագործակցության բացակայությունն ու հեղինակությունների համակարգն է դառնում պատճառը, որ սպանության դեպքերով վերջին տարիներին տասնյակ քրեական գործեր են հարուցվել, բայց բանակի ոչ մի բարձրաստիճան սպա պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ իրականությունն այլ է։ Նախորդ տարվա վերաբերյալ դեպքերից մեկը Պաշտպանության նախարարության կողմից, որը մենք մեր ուսումնասիրության տվյալներով դասակարգել էինք որպես սպանություն, կապված էր դեպքի հանգամանքների հետ, այսինքն քրեական հոդվածը, դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթի հոդվածը մեկ այլ հոդվածով է եղել, բայց երբ որ անդրադառնում ենք եւ ծանոթանում ենք դեպքի հանգամանքներին, տեսնում ենք, որ հստակ տեղի է ունեցել վերադասի կողմից ստորադասի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ տեղի է ունեցել ծեծկրտուկ, վեճ, որի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց եւ այնտեղ մահացել է։ Պաշտպանության նախարարությունն այս տարի հայտարարել է զինված ուժերում քրեական բարքերի դեմ պայքարի տարի։ Թե ինչ ձևով է իրականացվում այդ պայքարը եւ ինչ արդյունքներ կան, նախարարությունից չհստակեցրին։ Հստակ է մեկ բան. տարվա 4-րդ ամիսն է, իսկ ծառայության պայմաններում զոհերի թիվը նախորդ ամբողջ տարվա պաշտոնական ցուցանիշից պակասում է 1-ով։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սակայն խաղաղության մասին խոսույթին գալիս են հակասելու ու Բաքվի պահանջները, որոնք փոխանցելու համար գործածում են տարբեր մեթոդներ, այդ թվում մշակույթը։ Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակը նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևն է։ Հորինված Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Միլի Մեջլիսի падգամավոր Ազիզ Ալեկբերլին նշել է, թե Արևմտյան Ադրբեջանի թեման առանձնահատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործության մեջ։ Նկարիչն էլ ասել է, թե վերադարձի հարցը դուրս չի գա Ադրբեջանի օրակարգից մինչև իրականացումը։ Զուգահեռ Հայաստանի ամենախիտ ու կենսաբազմազան անտառներից մեկը Շիկահողի պետական արգելոցը այսօր կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Փոփոխությունները տեսանելի են ոչ միայն տեղում, այլև արբանյակային պատկերներից։ Տարածքներում հայտնվում են նոր ճանապարհներ, իսկ անտառը նոսրանում։ 2022-ից հետո սահմանամերձ այս հատվածը հայտնվել է նաև անվտանգային ճնշման տակ։ Հարակից տարածքների օկուպացիայից հետո մամուլում շրջանառվում են տեղեկություններ անտառահատումների եւ ենթակառուցվածքների կառուցման մասին։ Հարցերը շատ են. ով է կտրում Սյունիքի ծառերը, ով է վերահսկում այս գործընթացը եւ ինչու է Հայաստանի կարևորագույն բնական տարածքներից մեկի պաշտպանությունը կախված դեռևս չկայացած սահմանազատումից։ Դիտենք Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Շիկահողի անտառներում փոփոխությունները նկատելի են ոչ միայն գետնի վրա, այլև արբանյակային պատկերներից։ Տարիներ շարունակ Հայաստանի ամենախիտ ու կենսաբազմազան անտառներից մեկը համարվող այս տարածքն այսօր հայտնվել է երկակի ճնշման ներքո, էկոլոգիական եւ անվտանգային։ 2022 թվականին Ադրբեջանը օկուպացրեց Շիկահողին հարակից հատվածներ եւ ամրապնդվեց այդ տարածքում։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն ադրբեջանական կողմը հայկական արգելոցի մոտ 60 հեկտար անտառահատում է իրականացրել տարածքում ենթակառուցվածքներ կառուցելու նպատակով։ Հայկական տարածքներում նմանօրինակ ապօրինի գործունեությունը կանխելու ինչ քայլեր է անում պետությունը, հստակ չէ։ Հստակ չէ նաև գիտեն համապատասխան կառույցներն առկա խնդրի մասին, թե ոչ։ Ծառերի հատման մասին ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել։ Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցմանը հայտարարել է.
Շրջակա միջավայրի նախարարության Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՕԱԿ-ի կառավարման ներքո գտնվող Շիկահող պետական արգելոցի եւ Սոսուպուրակ պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում։ Սակայն այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ։ Նախարարությունը փաստացի ոչ հերքում է, ոչ հաստատում տարածված տեղեկությունը, ինչ է նշանակում էկոհամակարգերը կրել են վնասներ։ Խոսքը անտառահատման մասին է, թե ռազմական գործողությունների կամ տարածքային կորուստների հետևանքով վերահսկողության բացակայության։ Մեր լրացուցիչ հարցերին նախարարությունը չպատասխանեց։ Հարցին պետք է լուծում տալ, բայց չգիտես ինչու, ըստ պիտի պարզ ասեմ, էլի մեր վաղկոտ իշխանությունները ձայն չեն հանում, չեն ուզում թշնամական պետությանը, ինձ համար ինքը թշնամական պետություն է։ Թշնամական պետությանը նեղություն տալ ու ասել, եղբայր, ես ինչ ես անում, ինչ ես մտել մեր տերիտորիան, այն էլ պահպանվող տարած ու հատում այդտեղ ծառեր։ Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանն էլ մեզ հորդորեց դիմել արգելոցի ղեկավարությանը։ Դրանք արգելանոցի վերադասի ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել։ Մեզնից շատ հեռու է, ավելի ճիշտ հանդիպողում էր այդ տարածքները, ես ինֆորմացիայի չեմ տիրապետում, էլի որ կարող ինչ-որ հարցով օգնացել։ Շիկահող արգելոց ՊՕԱԿ-ի ղեկավարը պատրաստ էր պատասխանել մեր հարցերին, բայց անհրաժեշտ էր շրջակա միջավայրի նախարարության համաձայնությունը, որն այդպես էլ չստացանք։ Արբանյակային պատկերների վերլուծությունների հիման վրա տարբեր աղբյուրներ նշում են, որ որոշ հատվածներում հայտնվել են նոր ճանապարհներ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել։ Այդ ճանապարհների կառուցումը ըստ մասնագետների գնահատականների չի կարող տեղի ունենալ առանց միջավայրի, այդ թվում անտառային ծածկույթի փոփոխության։ Ծառահատումները եղել են, չէ՞ որ Արբանյակով սկզբից նկարվել է նախկին վիճակը, ցույցատրվել եւ ցույցատրվել հետո ինչա կատարվել։ Այնտեղ հստակ երևում է, որ ծառեր են հատվել։ Հասկանում եք, այդտեղից է հստակ երևում։ Դու իրանք հիմա ինչ ուզում են ասեն, դա ուղղակի այսպես հարցից խուսափելն է։ Խնդիրը լուծելու չցանկությունն է, վախկոտությունն է, պարզ ասում եմ ձեզ։ Վախկոտ մարդիկ են դրանք։ Շրջակա միջավայրի նախարարությունը նշել է նաև, որ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված ստեղծված վիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացումը գտնվում է նաև այլ գերատեսչությունների տիրույթում։ Այս հայտարարությամբ փաստացի շրջակա միջավայրի նախարարությունը գնդակը տեղափոխել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դաշտ, ակնարկելով, որ հարցը ոչ միայն էկոլոգիական խնդրին է առնչվում, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքին։ Շիկահողի շրջան ադրբեջանցիները անտառահատումներ են իրականացնում։ Նաև ճանապարհ են կառուցել Տերբերանցով եկող, այսինքն այդ խախտում ադրբեջանական կողմը ամեն օր է անում։ Ու դա սահմանազատման հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Դա կապ ունի հայկական կողմի տեղյալ դեպքում քաղաքական իշխանության անողնաշարության եւ ադրբեջանական պահանջները կատարելու հետ կամ չնկատելու ադրբեջանի կողմից իրականացող սահմանախախտումները։ Համբարձում Մաթևոսյանն առաջին անգամ չէ, որ այս տարածքի ճակատագիրը կապում է սահմանազատման հետ։ Նախարարը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Շիկահող պետական արգելոցում անտառապահպանման աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել, երբ Ադրբեջանի հետ հատվածում սահմանազատում իրականացվի։ Այսինքն, Հայաստանի ամենակարևոր բնապահպանական գոտիներից մեկի պաշտպանությունը փաստացի կախված է ապագա սահմանազատման գործընթացից։ Շիկահողի արգելոցը Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ պահպանվող տարածքներից է։ Այստեղ է կենտրոնացած երկրի լայնատերև անտառների զգալի մասը, աճում են կաղնի, բոխի, հաճարենի, վայրի պտղատու ծառեր, իսկ կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջ, գայլ, վարազ, բեզոարյան այծ եւ նույնիսկ կովկասյան ընձառյուծ։ Ընդհանուր տարածքը 12371 հեկտար է։ Տարածքի 94%-ն անտառածածկ է։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոց տնային կալանքը փոխելու համար։ Դատարանն այդ հարցը որոշել է քննել առաջնահերթ կարգով։ Դատախազն էլ միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Դատական նիստին ներկայ է եղել Անիա Բաղյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հակակոռուպցիոն դատարանում էր։ Առաջին դատական նիստն էր, որը դրմբաց էր, սակայն տեսանկարահանելու, ուղիղ հեռարձակում ապահովելու հնարավորություն եւ թույլտվություն չունեցանք։ Փաստաբանները միջնորդեցին եւ ասացին, որ զանգվածային լրատվամիջոցները այս դատական նիստին կարող են խոչընդոտել տեսանկարահանում, տեսագրում, լուսանկարում եւ այլն իրականացնելով։ Այս ընթացքում մենք միայն ձայնագրելու հնարավորություն ունեցանք։ Դատական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանն ասաց, որ քանի որ մասնակցում է քաղաքական գործընթացներին նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ասաց, որ հրաժարման գործընթաց է սկսել իր Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Քանի որ ես հիմա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, ու վստահ եմ հաղթանակի մեջ, համար սկսել եմ գործընթաց այդ անձնագրերից հրաժարվել։ Անձնագրից հրաժարվելը պայմանական է, այդ է դուք բառացի կտրել, ճղել եւ դեմ գցել։ Անձնագրից հրաժարվելը ենթադրում է քաղաքացիությունից հրաժարվել։ Այսինքն ձեր ասած գործընթացները վերաբերում են քաղաքացիությունից հրաժարվել։ Այո։ Դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի դատարանը փոխի Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը։ Նրանք ներկայացրեցին մի քանի փաստարկներ, թե ինչու պետք է այս ընթացքում նրա խափանման միջոցը վերացվի։ Սամվել Կարապետյանը զրկված լինի օբյեկտիվ ողջանի դատավարական process-ներով իր անելիությունը ապահովելու հնարավորություն։ Հետևաբար խոսել դատախազի անաչառության մասին մեր ասած տեղի չէ։ Իր հերթին էլ դատախազը միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը պետք է երկարաձգվի 3 ամսով։ Այս դատական նիստը տևել է 4 ժամ, որևէ որոշում դատարանը չի կայացրել։ Դրան զուգահեռ դրսում հակակոռուպցիոն դատարանի բակում ակցիա են իրականացնում Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու աջակիցները։ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց առանց նրա խափանման միջոցի փոփոխման հարցը որոշվելու։ Փաստաբաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ ամեն րոպեն հատկապես այս փուլում կարևոր է եւ հիմնավորեց, թե ինչու են այդպես հայտարարում։ Մենք խոսում ենք 10 ամիս տևող կալանքի մասին։ 10 ամիս։ Մենք խոսում ենք Հայաստանի նախընտրական շրջանում գտնվելու մասին։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ 3 անձանց ձերբակալում էին բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիման վրա, իբրև, քանի որ մենք գտնվում ենք նախընտրական շրջանում։ Հիմա այդ պայմաններում ոնց կարելի է դատական նիստի շրջանակներում առաջնահերթության կարգով սկսել քննարկել խափանման միջոցի հարցը, բայց 2 օրով հետաձգել, երբ մենք ուղիղ պատճառաբանված դիրքորոշում ունենք, որ նույնիսկ 1 ժամը էական նշանակություն ունի։ Սամվել Կարապետյանի գործով դատական հաջորդ նիստը լինելու է ապրիլի 17-ին 13:30-ին հակակոռուպցիոն դատարանում։ Ես չնայած քաղաքական հետապնդումներին, աբսուրդներին, ես հավատում եմ իրավունքի գերակայությանը։ Իրավունքի գերակայությունը, ես կոնկրետավորված չեմ ասի, ես իրավունքի գերակայությունը իդեպ դասում եմ վեր նույնիսկ քաղաքական հետապնդումներից, հենց դրանում է դրա արժեքը եւ իմաստավորումը։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Տեղի է ունեցել նաև Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության գործի վերաբերյալ հերթական դատական նիստը։ Գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Սպանությունը կատարելու համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներից։ Հանրային մեղադրող Անդրանիկ Շահբազյանը միջնորդել է եւս 3 ամսով երկարացնել մեղադրյալներ Նարեկ Օհանյանի եւ Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետը։ Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է փոխել Օհանյանի կալանքը տնային կալանքով։ Դատարանը որոշել է անփոփոխ թողնել եւ եւս 3 ամսով երկարացնել մեղադրյալների խափանման միջոց կալանքի ժամկետը։
Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարծես հեռու են կարգավորումից։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններում պահանջում է փոխհատուցում պատերազմի ընթացքում պատճառված վնասների համար եւ հակաիրանական պատժամիջոցների վերացում։ Իրանում ռազմական գործողությունը Միացյալ Նահանգների համար արժեցել է ավելի քան 51.2 միլիարդ դոլար, գրեթե 46 օրվա մարտական գործողությունների ընթացքում։ Iran War Coast Tracker-ի տվյալով Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ավելի քան 200 թիրախի վրա։ Կա 43 զոհ եւ 140 վիրավոր։ Թիրախների թվում են եղել զինյալները, ռազմական օբյեկտներ եւ մոտ 20 հրթիռային արձակման կայաններ։ Մարտի 2-ին հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 2167-ի, իսկ վիրավորներինը 7000-ի։ ԱՄՆ-ում էլ ավարտվել է Իսրայելի եւ Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունը, որին մասնակցել են Վաշինգտոնում երկու երկրի դեսպանները եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի խոսքով 2 ժամ տևած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնության են եկել Լիբանանը Հեզբոլլահից ազատելու հարցում։ Լիբանանն էլ կոչ է արել հրադադար հաստատել եւ միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը բարի գիշեր։